Ոչ Թալանին նախաձեռնության անդամներն հավաքվել են խոսելու անցած գնացածի ու սպասվելիքի մասին։ Օրեր առաջ փողոց դուրս եկած երիտասարդների քայլերին սկզբում շատերը կասկածամտորեն վերաբերվեցին, բայց նրանք կարողացան ապացուցել, որ հնարավոր է մեկտեղվել ու դրականին հասնել, վկայի նախագահի վերջերս արված հայտարարությունը աուդիտի վերաբերյալ։ Հենց դա էլ նրանք հաղթանակ համարեցին ու դուրս եկան Բաղրամյան պողոտայից։ Որոշման մասին բարձրաձայնեց նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը, ով այսօրվա ասուլիսի ժամանակ բանախոսների շարքում չէ, հետևում է հեռու կանգնած։ Այդքան այդ մարդը խոսած, հիմա մի քիչ էլ մենք խոսանք։ Խոսում են պատմում հունիսի 28-ին զարգացած դեպքերի մասին, երբ ցուցարարները երկու մասի բաժանվեցին։ Մի խումբն Ազատության հրապարակում էր ոչ Թալանին նախաձեռնության անդամների գլխավորությամբ, մի մասն էլ Բաղրամյանում էր։ Օպերայից Բաղրամյան հրապատերկատվություն գնում է, Բաղրամյանից օպերա հրապատերկատվություն գալիս, այսինքն չգիտեմ ովքեր գնում էին այնտեղ ասում էին այ օպերայում այսպիսի բաներ են խոսում ու մամուլում սկսում էր պտտվել, որ օպերայում ասում են այնտեղ չգիտեմ ինչ։ Փորձեցին այս ամեն ինչը սխալ ուղղությամբ տանել, փորձեցին այս վիճակը օգտագործել որոշ մարդիկ ժողովրդին բաժանելու, մեզ են մեղադրում պարակտելու մեջ, բայց դեռ կբացահայտենք, թե ով էր պարակտում։ Երբ նախաձեռնության անդամներն հեռացան Բաղրամյանից, այնտեղ ոչ միայն սկսվեց պարակտումն, այլև հայտնված սադրիչները նաև սկսեցին տարատեսակ լուրեր տարածել ոչ Թալանի անունից, պատմում են երիտասարդները, ովքեր այս ամենում տեսնում են իրենց մեղքի բաժինը, որի սկզբանե թերացել են ու թիմակիցների անունները չեն հայտնել։ Այս ենթատեքստում շատ քննադատվեց նաև Վաղինակ Շուշանյանի անունը, ով հարցազրույցներից մեկում սադրիչների մասին խոսելիս կարծես թե վիրավորել էր ընկերներին։ Խնդրի մեկնաբանման համար բանախոսներին արդեն ստիպված մոտենում է Վաղինակը։ Այնտեղ մեծամասնությունը իմ ընկերները, իմ բարեկամները, իմ եղբայրներն ու քույրերն են, ես ոչ մեկին միտում չեմ ունեցել վիրավորելու, բացի այն անձանցից, ովքեր միտումնավոր կերպով փորձեցին խանգարել հայտարարությունը մինչև վերջ ժողովրդին հասանելի դարձնելու համար։ Մեր նպատակի սկզբանե եղել է սա, որպեսզի մենք հաջորդ քայլ ունենանք, ոչ թե հարթակ ունենանք։ Հարթակ մենք կարող ենք ունենալ Ֆրանսիայի հրապարակը, ու մենք ապացուցեցինք, որ դա կարող ենք անել։ Զուտ գնաս կանգնես Բաղրամյանում, ոչ պահանջ փոխես, ոչ քայլ անես, ուղղակի կանգնես, հասկանում եք, մարդիկ կան, որ կանգնեն, բայց հիմնական մարդիկ կանգնելով ձանձրանում են, ասում են ինչ-որ բան է պետք, բան չի փոխվում, հիասթափվում են։ Ոչ Թալանի նախաձեռնությունը սկսել է գործակցել այլ նմանատիպ ըմբերի հետ, հետագա քայլերը որոշելու համար, ասում են արդեն կա մոտավոր ուրվագիծ, սակայն դեռ լռում են, բարձրաձայնվում է միայն այն, որ նրանցից շատերը վերադառնալու են Բաղրամյան, որպես շարքային քաղաքացի։ Պատասխանատվություն չեն կրում աղբաման բեմահարտակից կոչեր հնչեցնողների համար, ասում են ինքնակոչեր են, որ միշտ երազել են բարձրախոսով խոսելու մասին եւ այլ նպատակ են հետապնդում։ Ասում են պատասխանատու չեն նաև Սանիտեկի աղբամանների համար։ Մենք չենք բերել, ժողովուրդն է, Ժողովուրդն էլ ոնց որ տեսակ չտվեց տանել։ Իդեպ այդ առումով հարուցվել է քրեական գործ, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փաստով։ Հարմինե Ավետիսյան, Արման Ղարիբյան, Աշոտ Սարգսյան, այսօր։